Բարի երեկո բոլորին, ուրախ ենք ձեզ ողջունել Դվինի գեղեցիկ սրահում, որտեղ որ մուտք գործելուց միանգամից հասկանում եք, թե ամեն բան ինչքան շքեղ է եւ գեղեցիկ, համամիտ եք ինձ հետ։ Եկեք շնորհակալություն հայտնենք անձնակազմի եւ տնօրինությանը մեզ հյուրընկալելու համար։ AAD Project ընկերությունը ամենամյա ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր տարի կանանց նվիրված միջոցառումներ կազմակերպելը, սակայն յուրաքանչյուր տարի հանդես գալով կանանց շնորհավորելու աշխատանքում մոտիվացնելու եւ խրախուսելու նոր եւ ուրույն ձևաչափով։ Տարբեր խորագրերի ներքո, տարբեր տարիներին մրցանակի են արժանանում այն կանայք, ովքեր ակտիվ ներգրաված են տնտեսության, առողջապահության, կրթության եւ հանրային ծառայության ոլորտներում եւ աչքի են ընկնում իրենց բարեխիղճ աշխատանքով։ Կին առաջնորդներ, այս անվանումն է կրում այս տարվա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է ներկայացնել այն հայ կանանց գործունեությունը, ովքեր իրենց բիզնեսի կառավարման ձեռնարկատիրական եւ առաջնորդական հմտությունների շնորհիվ կարողացել են արժեք ստեղծել այս արագ փոփոխվող աշխարհում եւ ձեռք բերել ակնառու հաջողություններ, դառնալով մոտիվացիայի աղբյուր նաեւ այլ կանանց համար։ Տարիներ առաջ ցանկություն առաջացավ կյանք տալ մի բիզնես գաղափարի, որի հիմքում պետք է լիներ հայկական կոլորիտային եւ ազգային անուշեղենի համադրումը։ Նռնենի House խանութ սրահը աշխատում է 2019 թվականից։ Խանութը բացվել է հենց Երևանի կենտրոնում, Երևանի սրտում։ Սկզբնական շրջանում խանութի նպատակն էր ստեղծել մի գողտրիկ անկյուն, որտեղ կներկայացվեն հայկականը, ինչպես նաև արտասահմանյան հայտնի բրենդների տեսականիները։ Համագործակցում էինք իսպանական, ֆրանսիական հայտնի ֆիրմաների հետ, համագործակցում էինք Արաբական Էմիրությունների հայտնի ապրանքանիշ Չոկոդեյթ ֆիրմայի հետ, Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչն էինք Չոկոդեյթ ֆիրմայի։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ սփյուռքահայերի համար, ինչպես նաև դրսից եկող մեր հյուրերի համար շատ ավելի կարևոր է հայկականը, շատ ավելի հետաքրքրում է հայկականը։ Ուղղվածությունը փոքր-ինչ փոխեցինք եւ ստեղծեցինք մի կոլորիտ, համահունչ մեր անվանը, հայկական կոլորիտ ստեղծեցինք ու ներկայացրեցինք հայկականը, միայն հայկականը։ Այսօր Նռնենի House խանութ սրահում դուք կգտնեք հայկական լավագույն արտադրողներին, հայկական լավագույն ապրանքանիշները հենց Նռնենի House սրահում։ Կարևորում ենք այն փաստը, որ մի շարք պետական հաստատություններ Հայաստանի Հանրապետության գործուղումների ժամանակ հենց ընտրում են մեր ապրանքանիշը։ Նռնենի House խանութ սրահը ժամանակ առ ժամանակ համալրվում է հայկական նոր ապրանքանիշներով, ներկայացնում է նոր արտադրողների։ Ուրախ ենք, որ խանութը այնքան է դուր եկել մեր զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին, որ չկա երևի թե մի երկիր, որտեղ որ առաջարկ չստանանք մեր խանութի մասնաճյուղը բացելու, հիմնելու։ Նռնենի House խանութ սրահը իր թիմով ջանք եւ եռան չի խնայում ստեղծել նորը, ընդլայնել իր տեսականին եւ հաճախորդներին ներկայանալու նորովի։ Ես Լյուդմիլան եմ, Նռնենի խանութ սրահի վաճառքի մասնագետը։ Ինձ համար գերհաճույք է զբաղվել Նռնենի House-ի ստեղծագործական աշխատանքով։ Փորձում ենք ամեն անգամ նորովի ներկայացնել հայկական արտադրության բոլոր ապրանքատեսակները, որպեսզի գնորդը կարողանա կարծիք կազմել ապրանքին, ապրանքանիշի մասին եւ ձեռք բերի լավագույնը, որը կա հայկական շուկայում։ Մեզ մոտ մեր հաճախորդները կարող են տեղում համտեսել եւ ծանոթանալ հայկական արտադրության չրերին, քաղցավենիքներին եւ ավելի լավ պատկերացում կազմել արտադրանքի մասին։ Նռնենի խանութ սրահը իր ակտիվ գործունեությունն է ծավալում on-line հարթակներում, սոցցանցերում, որտեղ գնորդները կարող են ծանոթանալ խանութ սրահում առկա ամբողջ տեսականուն եւ կատարել իրենց ընտրությունը։ Նշեմ նաեւ, որ խանութ սրահում պատրաստվող, տեղում թխվող թխուկները չեն կարող անտարբեր թողնել ոչ մի այցելուի։ Հատկանշական է այն, որ Նռնենի House խանութ սրահում աշխատում է հատուկ մասնագետ, հայկական բարիկներից ստանում ենք այսպիսի գեղեցիկ տուփեր, որոնք հատկապես տոնական օրերին զարդարում են հայկական սեղանները։ Յուրաքանչյուր հաճախորդ իր քիմքին եւ նախասիրությանը համապատասխան կարող է պատվիրել իր նախընտրած ապրանքով տուփը։ Այսպիսով
Հայկական կոլորիտային յուրահատուկ սրահի ստեղծման, ազգային անուշեղենի պատրաստման, առանձնահատուկ մատուցման եւ լավագույն բիզնես գաղափար անվանակարգում մրցանակ է տրվում Նռնենի Հաուսի ֆինանսական գծով տնօրեն Հասմիկ Հովանիսյանին։ Ընկերություն, որը ղեկավարում է մեր հաջորդ մրցանակակիրը, իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ։ Նպատակասլացության եւ անընդհատ առաջ ընթանալու տրամաբանությամբ ստեղծված MIG Trans միջազգային բեռնափոխադրող ընկերությունը առաջատարներից է ոլորտում եւ ունի վստահելի գործընկերներ ու ձևավորված բարի համբավ։ Իսկ բացի առաջնորդ լինելուց Ինգա Մարտիրոսյանը նաև կին է ու մայր, ում համար այս կարևոր կոչումներն էլ ավելի են պարտավորեցնում անընդհատ կատարելագործվելու գործում։ Ես Գևորգ Նեմխաչատյան, արդեն 8 տարուց ավելի աշխատում եմ MIG Trans Logistics ընկերությունում։ Մեր տնօրեն Ինգա Մարտիրոսյանի շնորհիվ, երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, տարեցտարի ավելի է բարելավում մեր գործընկերների քանակը, թիվը, ընդլայնվում են երկրներից բեռնափոխադրումները։ Մեր ընկերությունը 13 տարուց ավել է ոլորտում է եւ հիմնական նպատակն է բեռնափոխադրումներ կատարել աշխարհի տարբեր մասերից դեպի Հայաստան։ Ինչու՞ չէ, նաև վերջին տարիներին մեր մոտ արդեն զարգացել է այլ երկրների միջև բեռնափոխադրումները։ Մեր ընկերության քրտնաջան աշխատանքի եւ հաճախորդների վստահության շնորհիվ մեր բեռնափոխադրման ծավալները ավելի ընդլայնվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան շուկայում։ Ես Լիանան եմ, MIG Trans Logistics բեռնափոխադրման կազմակերպությունում արդեն իսկ աշխատում եմ 1 տարի, բայց մեր տնօրենի Ինգա Մարտիրոսյանի շնորհիվ արդեն իսկ ինձ լիիրավ անդամ եմ համարում այս կազմակերպության ընտանիքում։ Մեր տնօրենի համառ բնավորության շնորհիվ այսօր մենք շուկայում առաջատարներից մեկն ենք։ Այսօր նրա շնորհիվ է, որ ԱՊՀ երկրներից բացի մենք նաև մուտք ենք գործել թե Չինաստան, թե Եվրոպա եւ օրեցօր ընկերության գործունեությունը ընդլայնվում է։ Ես Լիկան եմ, MIG Trans Logistics բեռնափոխադրման ընկերությունում աշխատում եմ որպես կադրերի բաժնի պատասխանատու։ Ինգա Մարտիրոսյանը մեր համար ոչ միայն տնօրեն է, նա մեր ընկերն է։ Այս ոլորտը արդեն դարձել է իմ համար շատ հարազատ։ Ինգայի հետևողական աշխատանքի շնորհիվ մենք գրանցում ենք լավագույն ցուցանիշները։ Եվ այսպես բեռների արտահանման եւ ներմուծման գործընթացների իրականացման ոլորտում ցուցաբերած որակյալ սպասարկման, բարձրակարգ ծառայությունների մատուցման եւ բարձր հեղինակության համար մրցանակ է տրվում MIG Trans Logistics միջազգային բեռնափոխադրումների իրականացվող ընկերության հիմնադիր տնօրեն Ինգա Մարտիրոսյանին, ով ցավոք այսօր մեզ հետ չէ, բայց վստահ եմ, որ Ինգայի մրցանակը մենք դեռ առիթ կունենանք հանձնելու նրան, շնորհավորում ենք Ինգային, մաղթում ամենայն հաջողություններ եւ անցնում առաջ։ Հաջորդ մրցանակակիրը գործունեություն է ծավալում կոսմետիկայի եւ խնամքի պարագաների արտադրության ոլորտում։ Ավելին, իր ստեղծած ապրանքանիշը առանց ուռճացված գովազդի ապահովում է իրական արդյունք, իրական ցուցանիշների վրա հիմնված։ Գործունեության նպատակը սպառողների իրական պահանջներին համապատասխան որակյալ պրոդուկտի ստեղծումներ, հանրությանը օգտակար լինելու կարևորությունը։ Արտադրական տեխնոլոգիան արդեն բացահայտվել էր, կատարել բազմակի փորձարկումներ, գրանցել արդյունավետության բարձր ցուցանիշներ, սակայն, որպեսզի կարողանար դրական հանգուցալուծել նաև արտադրանքի շուկայավարումը, կազմակերպումն ու իրացումը սկսվեց բիզնես հմտությունների ձեռքբերման ամենակարևոր գործունեությունը։ Մասնակցեց բիզնեսի կառավարման դասընթացներին։ Այսօր արդեն սպառողի բարձր գնահատականին արժանացած Նռենե բնական հումքից պատրաստված կոսմետիկ եւ խնամքի պարագաների հայտնի ապրանքանիշը մեծ ճանաչելիություն է վայելում գնորդների շրջանում, առաջարկելով մոտ 40 տեսակ խնամքի միջոցներ։
Գործարար կինը չի հրաժարվում խոստովանել, որ իր ստեղծած պրոդուկտը հայրենական շուկայում առաջատար դիրքերում է, բիզնեսում իր ռիսկայնության, վերլուծելու կարողության, ճիշտ ռազմավարության, շուկայի մանրամասն ուսումնասիրության արդյունքում։ Եվ այսպես, ձեռնարկատիրական եւ առաջնորդական հմտությունների, բիզնես գրագետ եւ արդյունավետ կառավարման համար կին առաջնորդ անվանակարգում հատուկ մրցանակի է արժանանում Նռենե բնական կոսմետիկ արտադրող ընկերության հիմնադիր Մարիամ Գնելյանը։ Վստահ եմ, որ դուք մեզ մի երկու բան ունեք ասելու այս կանանց մեկ ամսյակի հետ կապված։ Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց, ցանկանում եմ շնորհավորել բոլոր մրցանակակիրներին, ինչպես նաև շնորհակալ եմ ձեզ այս պատվավոր մրցանակի համար։ Ամեն հերթական մրցանակ ինձ մեծ ուժ ու եռանդ է տալիս առաջ շարժվելու եւ ավելի նոր գաղափարներ իրագործելու համար։ Շնորհակալ եմ։ Մենք շնորհակալ ենք, որ դուք երբեք չեք մոռանում, որ հայկինը պետք է միշտ լինի խնամված եւ գեղեցիկ, այն էլ հայկական արտադրության խնամքի միջոցներով։ Շնորհակալություն, բնական, ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն, մենք շարունակում ենք։ Ցանկացած փոքր գործ կարող է մեծ գործի սկիզբ դառնալ։ Այս գաղափարով առաջնորդվելով հաջորդ մրցանակակիրը գնահատելով բիզնես ստեղծելու ռիսկերը երբևէ ետ չի կանգնել սեփական գործը հիմնելու մտքից։ Ես Հասմիկ Մարտիրոսյան, հանդիսանում եմ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, արդեն շուրջ 13 տարի զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ, անձամբ հիմնել եմ եւ ղեկավարում եմ Ուլպիանոս փաստաբանական գրասենյակը։ Ես Լիաննան եմ, Հասմիկ Մարտիրոսյանի մտերիմ ընկերուհին եմ, արդեն 15 տարի, ի սկզբանե գործի բնույթով ենք շփվել, հետո մտերմացել ենք։ Ես միշտ հավատացել եմ, որ ինքը կհասնի բարձունքների։ Հասմիկը շատ կազմակերպչական ձիրք ունի, շատ նպատակասլաց է, եթե մի բան մտքին դնում է, մինչև վերջ տանում է ու հասնում է։ Որպես մարդ ավելի շատ կարող եմ ասել, որ շատ լավ մարդ է, շատ լավ ընկեր է եւ շատ լավ մայր է, այդ էլ կարող եմ շեշտել։ Մեզ վստահում են, որովհետեւ գրասենյակը գործում է շուրջ 13 եւ ավել տարի։ Մեզ մոտ կոնկրետ մասնագիտացված է, մենք չենք անում ամեն ինչ, ինչ կապված է իրավաբանության հետ, այսինքն անում ենք այն, ինչը անում ենք ըստ իս եւ ըստ մեզ առավելագույնս եւ որակով։ Այսինքն մենք տարանջատել ենք եւ անում ենք այն աշխատանքը, որը անում ենք ավելի բարձր որակով եւ որտեղ մենք հմտացել ենք։ Ինձ վստահում են առաջինը նրա համար, որ ես բոլորի հետ պարզ եմ, ուղիղ եմ, ես ասում եմ այն ճանապարհը հստակ ուր ենք գնում, ինչ խոչընդոտներ կա եւ դրանք ինչպես են հաղթահարվելու։ Այն փաստաբաններից եմ, որոնք չի թողնում բաց թողված զանգեր։ Ես փորձում եմ բոլորի զանգերին անխտիր պատասխաներ, չունեմ անպատասխան հաղորդագրություններ։ Ես փորձում եմ բոլորին կապի մեջ պահել իրենց գործերի ընթացքի մասին, այսինքն դուք կարող եք եւ չզանգեք, բայց հաստատ աշխատակցուհիս ձեզ SMS հաղորդագրությամբ իրազեկելու է ձեր նիստի, վայրի, տեղի, օրվա մասին։ Ես Էլինա Ավետիսյանը, Հասմիկ Մարտիրոսյանի ընկերուհին եմ, լինելով կին գործարար, շատ հաջողակ,
ինքը շատ բարի ու հիանալի անձնավորություն է։ Լինելով խորաթափանց հոգեբանի պես կարողանում է մարդու բնավորությունը հասկանա, դժվար րոպեներին միշտ կանգնած է իմ կողքին, աշխատանքից դուրս նա շատ լավ մայր է, շատ լավ ընկեր է իր աղջիկների համար եւ հիանալի անձնավորություն։ Այսպիսով մասնագիտական բնագավառում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի եւ վստահորդների շրջանում մշտապես բարձր հեղինակության ապահովման համար մրցանակ է տրվում Ուլպիանոս փաստաբանական ընկերության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ Հասմիկ Մարտիրոսյանին։ Բարի երեկո բոլորին, շնորհավորում եմ սիրելի կանայք, մեր մեկ ամսյակի կապակցությամբ ցանկանում եմ, որպեսզի բոլորս լինենք խնամված, գեղեցիկ, ինքնավստահ, երջանիկ եւ ինչու՞ չէ, իմանանք մեր իրավունքները, պաշտպանենք դրանք ամբողջ ծավալով։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, մեծ պատիվ է ձեզ մրցանակ հանձնելը։ Մեր հաջորդ պատվավոր մրցանակակիրը տնտեսության նեղ մասնագիտացում է ընտրել, որը միաժամանակ եւ բարդ եւ պահանջում է մեծ պատասխանատվություն։ Բարև ձեզ, ես Փիրուզա Աբաջյանն եմ, Փ. Աբաջյան ՍՊ-ի հիմնադիրը եւ տնօրենը։ Ընկերությունը ստեղծվել է 2006 թվականի մայիս ամսին, այսինքն առանցին հավատարմագրումը մենք ստացել ենք 2006-ի մայիսին եւ ստեղծվել է չնչին բազայի վրա եւ տարի վրա ավելանալով մենք ավելացրել ենք եւ բազմապրոֆիլ աշտեն մեծ ընկերություն են կազմել, որը հիմնված է եղել վստահության եւ բոլոր տեսակի շինանյութերի նկատմամբ մեր հակումը, որը մեզ ստիպել է, որ ոլորտը բավականին մեծացնենք եւ պահանջարկը նաեւ շուկայի պահանջարկը։ Բազմաթիվ ներդրումներ կատարելով այսօր շուկայում առաջատար տեղ է գրավում մեր ընկերությունը։ Մեր ընկերությունը բազմապրոֆիլ է շինարարության ոլորտում, կատարում ենք բոլոր տեսակի փորձարկումներ եւ սերտիֆիկացում։ Մերը նաեւ սերտիֆիկացման մարմին է։ Երբ ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ես հակված էի էլեկտրոխիմիայի բաժինը տալու համար եւ փաստաթղթեր եւ տվեցիք այդ տարին ռուսական բաժին բացվեց եւ մեզ ավտոմատ տեղափոխեցին ամբողջ խմբով սիլիկատներ, որի մեջ մտնում էր ցեմենտ, բյուրեղապակի, ճենապակի, գաչ եւ ես ինստիտուտն ավարտելով պաշտպանեցի ցեմենտի մասնագիտությունը, որը զուտ շինարական էր, հետո ավարտել եմ երկրաշարժի տարին, մենք երկրաշարժից տուժվեցինք, մեր բնակարանը փլվեց, զոհեր ունեցանք իհարկե ոչ ընտանիքից, բայց բարեկամներից եւ այսպես ասած ես ընկա շինարարության ոլորտը։ Աշխատել եմ մեծ տնաշինական կոմբինատում որպես տեխնիկական վերահսկողության պետ եւ լաբորատորիայի ղեկավար։ Եվ այդ տարիներին աշխատելով մեծ փորձ ձեռք բերելով նաև լիսի ծրագրին, առաջի եւ երկրորդ ծրագրին բնակարարության եւ դպրոցաշինության ծրագրերին մասնակցել եմ եւ այդ տարիներին արդեն հիմնեցի իմ ընկերությունը։ Ուրիշի կազմի մեջ եմ աշխատել եւ հետո տեսանք, որ մենք կարող ենք նաեւ ինքնուրույն աշխատել։ Ստեղծել ենք 2006 թվականին մեր ընկերությունը եւ այսպես տարվա վրա ներդրումներ ավելացնելով մենք հիմա առաջատար դիրք ենք գրավում շուկայում, Հայաստանի Հանրապետության շուկայում։ Շինարարության ոլորտում կատարում ենք ուրեմն ներկրվող բոլոր եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործող բոլոր շինարարական նյութերի փորձարկումները եւ սերտիֆիկացումները, դրանք խիճ, ավազ, ցեմենտ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ, ասֆալտբետոններ, մեկուսիչներ, պոլիէթիլենային խողովակներ եւ արտադրանք, գրունտներ, իսկ ամռաններ եւ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման ոլորտն է, որոնք պարտադիր է, որը այսօր միայն կատարում եմ Հայաստանի Հանրապետությունում, միայն իմ ընկերությունն է կատարում։ Ունեմ 15 աշխատակիցներ, որոնք պատրաստված ամեն տարի վերապատրաստում են գնում, համահունչ գնում ենք, որպեսզի եւ համապատասխանեցնենք եվրոպական եւ ամերիկյան ստանդարտներին, քանի որ պահանջարկը նրան շատ բարձր է եւ աշխատում ենք այնպիսի կառույցներից, ինչպես Կապսի ջրամբարը, Վեդու ջրամբարը, կատարել ենք բավականին բարդ փորձարկումներ, մեզ ճանաչում են արդեն եւ արտասահմանում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Իմ համար իմ աշխատանքը ամեն ինչ է,
Նաև ընդգրկված է իմ ամուսինի աշխատանքի մեջ, երեխաներս նույնպես։ Քանի որ սիրով ենք անում ամեն ինչը, հետևաբար ամեն դժվարություն հաղթահարելի է։ Անբասիր աշխատանքի, գործընկերային հարաբերությունների կայուն հաստատման, հաճախորդների կարիքների ճիշտ գնահատման, ճշգրիտ փորձարկումների իրականացման, հետևողականության դրսևորման, ընկերության նկատմամբ բարի համբավի ձևավորման եւ հաջողությունների առանցքը, ընկերության հիմնադիր, մայր, կին, ընտանեկան ավանդույթները կրող Փերուզ Աբաջյանն է։ Փորձագիտական կարողությունների, պրոֆեսիոնալ տիրապետման, շինարարական փորձարկումների թափանցիկության ապահովման եւ բարձրակարգ ծառայությունների մատուցման համար մրցանակ է տրվում Փերուզ Աբաջյան շինարարական լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Փերուզ Աբաջյանին։ Տիկին Փերուզ, վստահ եմ, որ դուք մեզ ասելիք ունեք։ Բարի երեկո բոլորին։ Շնորհավորում եմ այս սրահում գտնվող բոլոր կանանց, որոնք այսօր մրցանակ են ստանալու։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց այս միամսյակի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ բոլորը բիզնեսում լինեն, ունենան մեծ հաջողություններ, ընտանիքում սիրված լինեն եւ հաջողակ լինեն իրենց կյանքում։ Շնորհակալություն այս մրցանակի համար, ուշադրության համար։ Շատ շնորհակալ եմ։ Ամեն ինչում շարունակություն փտրելու ճանապարհներ, որ գեղեցկության սրահից բնական կոսմետիկ միջոցների արտադրության գաղափարը տարավ նրան հիմնելու կոսմետիկայի սեփական արտադրանքը։ Անվերջ կարելի է խոսել Լուսինեի մասին եւ անվերջ կարելի է դրական ու գեղեցիկ խոսքերով բնութագրել Լուսինեին։ Մանկուց է, որ ճանաչում եմ Լուսինեին, դեռ այն ժամանակվանից Լուսինեն նպատակասլաց է եւ միշտ ձգտել է հասնել իր բոլոր երազանքներին։ Տարիներ անց նորից հանդիպեցինք Լուսինեին ու ես հենց այդ պահին հասկացա, որ այդ նպատակասլաց աղջնակն արդեն դարձել է կայացած աղջիկ, ով իր առջև դրված բոլոր նպատակները հերթականությամբ իրականություն է դարձրել։ Այսօր Լուսինեն ունի իր սեփական ապրանքատեսակը եւ այն արդեն մեծ տարածում ունի եւ որակական առումներով եւ իր բոլոր դրական հատկանիշներով անմիջապես ընդունվել եւ սիրվել է։ Ես ուրախ եմ, որ կա Լուսինեն եւ ուրախ եմ, որ կա Լուսինեի մտքերը եւ ուրախ եմ, որ Լուսինեն շարունակում է նույն տեմպով աշխատել ու հասնել իր բոլոր նպատակներին։ Բարև ձեզ, ես Լուսինե Մանուկյանն եմ, ներկայացնում եմ հայկական առաջին դեկորատիվ կոսմետիկ ապրանքանիշը, կոչվում է Lucia Armenian Beauty։ Միշտ առաջնորդվել եմ այն կարգախոսով, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը եւ միշտ սիրել եմ գեղեցիկը եւ այդ իսկ պատճառով որոշեցի արտադրել հայկական առաջին դեկորատիվ կոսմետիկ միջոցը, որպեսզի ինչու՞ չէ, նաեւ մեր հայ գեղեցկուհիները, մեր հայ կանայք եւ աղջիկները կարողանան օգտագործել բարձրորակ պրոդուկտ, այնպիսին, ինչպիսին, որ շատ հայտնի համաշխարհային բրենդերն են եւ ապացուցվել է, որ մեր կոսմետիկ միջոցը հանդիսանում է բարձրակարգ որակյալ միջոց, որը չի զիջում համաշխարհային ոչ մի ապրանքանիշերի։ Lucia Armenian Beauty-ն արտադրում է ոչ միայն դեկորատիվ կոսմետիկ միջոցներ, այլ նաև խնամքի միջոցներ։ Ուզում եմ նշեմ մեր հիալուրոնաթթվով եւ կոլագենով հատուկ պատրաստված քսուկը դեմքի, որը խորը խոնավեցնում է, վերացնում է կնճիռները եւ դեմքին հաղորդում է հատուկ թավշյա էֆեկտ։ Այն նաև օգտագործվում է մեր տոնայինի տակից որպես բազա։ Մեր կարգախոսն է կյանքը առանց ֆիլտր եւ մեր տոնային քսուկը օգտագործող կանայք այլևս կարիք չունեն ֆիլտրով նկարվելու, որովհետեւ նրանց դեմքը դառնում է հարթ, թավշյա եւ նրանք կտրուկ տարբերվում են մնացած բոլոր գեղեցկուհիներից։ Բացի հայկական ապրանքանիշի արտադրանքից, մենք ունենք նաև գեղեցկության տուն, որտեղ կարող են համենալ մեր բոլոր գեղեցկուհիները եւ օգտվել մեր ծառայություններից։ Ես Տիգրանն եմ,
Lucia Beauty Home-ի ադմինիստրատոր։ Երկար տարիներ աշխատելով Լուսինեի հետ, կարող եմ ասել, որ նա շատ աշխատասեր եւ նպատակասլաց լինելով ունի նման ձեռքբերումներ։ Մեր համախմբված թիմի շնորհիվ ունենք հավատարիմ հաճախորդներ, որոնք մեզ վստահում են։ Սիրով սպասում ենք բոլորիդ Կիևյան 4 հասցեում։ Եվ այսպես, հայրենական որակյալ արտադրանքի ապահովման և սպառողի բարձր գնահատականին արժանանալու համար հատուկ մրցանակ է տրվում Lucia բնական կոսմետիկ միջոցների ապրանքանիշի հիմնադիր կյանք առանց ֆիլտրի, այս նկարքախոսը ինձ շատ է դուր եկել, հեղինակ Լուսինե Մանուկյանին։ Լուսինե, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալություն, որ դուք գեղեցիկ եք եւ ուզում եք, որ մնացածն էլ լինեն գեղեցիկ եւ ջանք ու եռան չեք խնայում դրա համար։ Շնորհավորում ենք ձեզ։ Մրցանակը ձերն է, վստահ եմ, որ դուք մեզ ասելիք ունեք։ Շնորհակալ եմ։ Այս մրցանակը իրականում իմ համար շատ քաջալերող է եւ պարտավորեցնող։ Շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, շատ շնորհակալ ենք, ձեզ մաղթում ենք շատ հաջողություններ։ Ցանկացած մասնագիտության հիմքում մարդկանց օգտակար լինելու ցանկությունն է։ Սակայն բժշկի մասնագիտության պարագայում դա առավել քան հիմնավորված է, քանի որ բժիշկը գործ ունի անմիջապես մարդու կյանքի եւ առողջության հետ։ Օկուլոպլաստիկ վիրաբույժ, ակնաբույժ Էմմա Անտոնյանի համար ակնաբուժությունը մարդկանց օգնելու, արտաքին աշխարհն այլ կերպ ընկալելու միջոց է։ Բարև ձեզ, ես եմ Անտոնյան, ակնաբույժ, օկուլոպլաստիկ վիրաբույժ, Envision ակնաբուժական կենտրոնի տնօրեն։ Ունեմ 17 տարվա աշխատանքային փորձ ակնաբուժության ոլորտում։ Բուժառուները այցելելով մեր կենտրոն կարող են ստանալ գրեթե բոլոր ակնաբուժական հետազոտությունները՝ ներակնային ճնշման չափում, տեսողության ստուգում, ակնահատակի զննում, տեսադաշտի զննում, աչքի օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիան եւ այլ հետազոտություններ։ Envision կենտրոնը գործում է գրեթե 3 տարի եւ ես լինելով ընտանիքի մայր փորձում եմ համատեղել իմ աշխատանքը ընտանիքի հոգսերի հետ եւ այդ հարցում ինձ շատ օգնում է իմ ամուսինը։ Ու այն ամենը, ինչ հիմա կա, մեր հետևողական աշխատանքի արդյունքն է։ Իմ առաջի քայլերը ակնաբուժության ոլորտում սկսել եմ վիրահատարանից որպես միկրովիրաբույժ։ Սովորելու տարիներին ինձ ի սկզբանե պատկերացրել եմ, որ կաշխատեմ հենց վիրահատարանում։ Այդ իսկ պատճառով մեկնել եմ Հնդկաստան վերապատրաստվելու վիրաբուժության ոլորտում մեծ փորձ ձեռք բերելու նպատակով։ Բժշկությունը այն ոլորտն է, որ պետք է միշտ քայլել ժամանակին ընդառաջ եւ տարիների ընթացքում անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ տարբեր երկրներում։ Տարիների փորձ այսօր կիրառում եմ Envision ակնաբուժական կենտրոնում եւ խորհուրդ եմ տալիս տարին մեկ անգամ անցնել պրոֆիլակտիկ բուժզննում, պահպանելով աչքի լույսը։ Ակնաբուժության ոլորտում ունեցած ներդրման եւ բարձրակարգ ակնաբուժ միկրովիրաբույժ անվանակարգում մրցանակի է արժանանում Envision ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ակնաբուժ Էմմա Անտոնյանը։ Շնորհավորում ենք ձեզ։ Վստահ եմ, որ դուք մեզ խոսք ունեք ասելու։ Շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվող բոլորին, իմ ծնողներիս, իմ ընտանիքիս, իմ կողքին լինելու համար։ Եվ բոլորիս մաղթում եմ լավ օր, կանանց գեղեցկություն եւ թող ձեր աչքի լույսը չպակասի։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ, մրցանակը ձերն է։ Այն, որ շատ ընկերություններ իրենց բիզնեսը, գումարները վստահում են Smart հաշվապահական ընկերությանը, դա երկարատև տարիների համառ աշխատանքի եւ հաճախորդի հանդեպ հավատարմության արդյունքն է։ Լուծել նրա խնդիրները նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Ողջույն, ես Գոհար Նամզարոյան, Smart հաշվապահական եւ իրավաբանական ընկերության հիմնադիրը եւ տնօրենը։ Ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ, խորհրդատվություն, իրավաբանական ծառայություններ, պետական գնումներ, մտավոր սեփականության, գրանցում։ Smart հաշվապահական ընկերությունը ծառայություններ է մատուցում տարբեր ընկերությունների, որոնք որ աշխատում են տարբեր հարկադաշտերում եւ տարբեր ոլորտներ են ներկայացնում, առևտուր, ծառայություններ,
ներմուծում, արտահանում եւ այլն։ Smart հաշվապահական ընկերությունը անցկացնում է նաեւ դասընթացներ, վերապատրաստումներ, դասընթացներ ենք անցկացնում նաեւ սկսնակ ուսանողների հետ, տրամադրում ենք սերտիֆիկատներ, որոնք իրենք կարող են ներկայացնել տարբեր տեղերում աշխատանքի ընդունվելու համար։ Բազմաթիվ ընկերություններ մեզ վստահում են իրենց հաշվապահական ծառայությունները, քանի որ սրտացավորեն մոտենում ենք իրենց հաշվապահական հաշվառմանը եւ իրենց հետ անցնում ենք այդ դժվարին ճանապարհը։ Բազմաթիվ ընկերություններ դիմում են մեզ հաշվապահական ծառայություններ մատուցելու համար, փորձում ենք մատուցել բարձր որակ ունեցող հաշվապահական ծառայություններ, քանի որ թիմում գործում են բարձր որակավորում ունեցող հաշվապահներ։ Հետևաբար մեզ հետ կլինեք իրազեկված եւ ապահով։ Այսպիսով, մասնագիտական ոլորտում բարձրակարգ հաշվապահական ծառայությունների մատուցման եւ բարձր պրոֆեսիոնալիզմի ցուցաբերման համար մրցանակ է տրվում Smart հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն Գոհար Զարոյանին։ Գոհար, շնորհավորում ենք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ շատ հրավերի համար եւ մրցանակի համար, շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մաղթում, որ միշտ լինեն գեղեցիկ, երջանիկ եւ ժպիտներով լի։ Այսքանը։ Միանշանակ կարողանան կառավարել իրենց բիզնեսի ֆինանսները եւ լավ հաշվել։ Եթե չի ստացվում, սիրով ես սպասում եմ ձեզ, կարող եք մոտենալ։ Ինտերիեր դիզայնը, ինտերիերը բարելավելու արվեստն ու գիտությունը, որի շնորհիվ մարդիկ կարողանում են իրենց բնակության վայրը, աշխատանքային կեցավայրը դարձնել հարմարավետ, առողջ եւ գեղագիտորեն ակնահաճո։ Մասնագետ ում այժմ կներկայացնենք իր ոլորտի գիտակն է։ Նա ուսումնասիրում, պլանավորում եւ ղեկավարում է ինտերիեր դիզայնի հետ կապված բոլոր նախագծերը։ Բարև ձեզ, ես Ջեմատեր Գրիգորյանն եմ, հանդիսանում եմ ինտերիեր դիզայն by JTG ստուդիայի եւ դպրոցի հիմնադիրը, ինքս ինտերիեր դիզայներ։ Ոլորտում եմ ավելի քան 5 տարի, իսկ ինչից սկսվեց իմ այս մասնագիտության ընտրությունը, քանի որ այն երկրորդն է որպես այդպեսին հանդիսանում, ես 7 տարի առաջ ձեռք բերեցի նորակառույցում բնակարան եւ արդեն նախապես նախագծել էի ինտերիեր դիզայնը իմ մտքում արել էի, պահանջ կար, այսպես ասած, իմ մտքերը հաղորդելու շինարարին, որը թե ժամանակի հարցեր, թե նյարդերի, քանի որ ծրագիր այն ժամանակ չգիտեի, փորձեցի սիրողական ծրագիր ուսումնասիրել, որպեսզի թղթին հանձնեմ իմ մտքերը, այսպես ավելի պրակտիկ կարողանամ հաղորդակցվել շինարարի հետ։ Երբ արդեն ավարտեցի վերանորոգումը իմ տան, իմ ընկերները, հարազատները բոլորը չէին հավատում, որ առանց ինտերիեր դիզայների միջամտության եմ ինքնուրույն արել եւ նրանց այդ գովասանքի խոսքերը ինձ մոտիվացրեց ավելի պրոֆեսիոնալ ոլորտ մտնելու համար։ Եվ ահա ընտրեցի այս մասնագիտությունը, որը ինձ շատ հոգեհարազատ է, ինձ թվում է ինտերիեր դիզայներ չեն դառնում, այլ ծնվում են։ Պարզապես ծրագրերը դա միջոց է, գործիք է, քո գաղափարները գեղեցիկ գունային համադրություն, էսթետիկ ոճը, մոտեցումը ցանկացած հարցի շուրջ ավելի նյութականացնելու համար։ Սովորեցի ծրագրերը եւ ահա սկսեցի ավելի պրոֆեսիոնալ ձևով զբաղվել։ Արդեն ունեի առաջին հաճախորդները, ովքեր ինձ վստահեցին առաջին աշխատանքից հետո եւ ունեցա երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հաճախորդները։ Այդպես միտք ղացավ, ինչու չբացել իմ անձնական ստուդիան։ Այդպես բացեցի իմ ստուդիան եւ քանի որ մեր հետևորդները Instagram-յան էջի շատ ակտիվ էին, անդադ մեզ գրում էին ունեք դասընթացներ ինտերիեր դիզայնի եւ այլն, միտք առաջացավ նաեւ կից ստուդիային բացել դպրոց։ Այսպիսով մեր ինտերիեր դիզայն ստուդիան եւ դպրոցը զբաղվում է ոչ միայն բնակարանների ինտերիեր դիզայնով, այլ նաեւ կոմերցիոն տարածքների, ինչպես նաեւ էքստերիեր դիզայնով, ճարտարապետությամբ, այսինքն մենք զրոյից իրականացնում ենք ցանկացած բարդության աշխատանք։ Ինտերիեր դիզայն դպրոցի շրջանակում մեզ կարող են դիմել ցանկացած տարիքի անձիկ սովորելու համար անկախ իրենց մասնագիտությունից։ Դպրոցի շրջանակում մենք սովորեցնում ենք ոչ միայն ծրագրեր, այլ նաև ունենք պրակտիկ դասընթացներ, նաև վերջին 2 տարվա ընթացքում ուրախ եմ նշել, որ առաջին դպրոցն ենք Հայաստանում, ով կազմակերպում է արտագնատուրեր ինտերիեր դիզայն թեմատիկայով դեպի արտերկիր տարբեր ինտերիեր դիզայն էքսպոների մասնակցելու համար։ Շատերն են հարցնում, որն է մեր ստուդիայի հաջողության գրավականը։
Ցանկացած ինտերիեր դիզայներ կարող է գեղեցիկ նկար նկարել, կարող է շատ հմուտ տիրապետել բոլոր գործիքներին ծրագրերի, բայց չկարողանա տարրական հաճախորդ սպասարկել։ Դա շատ կարևոր է հաճախորդին հասկանալը, նրա պահանջները հասկանալը եւ այնպիսի դիզայն նախագծել, որ թե դու չկորցնես քո սեփական ձեռագիրը, թե գոհացնես հաճախորդին։ Եվ հետևաբար ցանկացած հաճախորդ, ով հավանում է մեր աշխատանքը, արդեն խորհուրդ է տալիս մեր ծառայությունը իր ընկերոջը, բարեկամին եւ այդպես շարունակ։ Նրանք, ովքեր ոլորտին այդքան մոտ չեն կանգնած, ինչու մեզ դիմել կամ որ դեպքում մեզ դիմել։ Երբ գնել եք ինչ-որ տարածք, կլինի բնակարան, կոմերցիոն տարածք եւ ցանկանում եք կահավորել, նախագծել, ցանկանում եք ոչ մի միլիմետր տարածքից չկորցնել, միևնույն ժամանակ ունենալ թե էսթետիկ տարածք, թե ֆունկցիոնալ տարածք եւ ուզում եք ոչ ստանդարտ լուծումներ, ոչ շաբլոն լուծումներ, այդ դեպքում վստահորեն կարող եք դիմել Interior Design by JTG ստուդիային եւ մեր պրոֆեսիոնալ թիմը ամենալավ լուծումները կառաջարկի ձեր տարածքի համար։ Այսպիսով, մշտապես կրեատիվ մտահղացումների, անհատական ոճի ձևավորման եւ մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի համար մրցանակ է տրվում Interior Designer, Interior Design by GTG դիզայներական ընկերության եւ դասավանդման կենտրոնի հիմնադիր Ջեմա Տեր-Գրիգորյանին։ Վստահ եմ շատերդ, որ հիմա Ջեմային տեսնեք, միանգամից կհասկանաք, որ Ջեման գործ ունի գեղեցիկը ստեղծելու հետ։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ մյուս կանանց շրջանակում գործարար։ Շնորհավորում եմ բոլոր կանանց, թող բոլորս լինենք հաջողակ ոչ միայն մեր կարիերայում, այլ նաև անձնական կյանքում։ Ինչ վերաբերում է իմ մասնագիտությանը, ապա այն ուղիղ կապված է արվեստի հետ, իսկ ինչ արվեստին մոտ է, դա ինձ շատ հոգեհարազատ է, իսկապես անսպասելի էր մրցանակը, բայց միևնույն ժամանակ շատ սպասված սրտի խորքում։ Շնորհավորում եմ, շնորհակալություն նոր սերնդին կրթելու համար, մրցանակը ձերն է։ Մենք անցնենք առաջ։ Մասնագիտությամբ դերասան դառնալու ցանկությունը մի օր վարսավիրությունը հոբիի վերածված նախասիրությունից նրան տարավ այլ ուղղությամբ։ Ավելի քան 15 տարի գործունեություն ծավալելով վարսահարդարման ոլորտում եւ ցուցաբերելով մասնագիտական նվաճումներ եւ հաճախորդների մեծ բանակ, մի օր Թագուհին որոշեց գիտելիքներն ու աշխատանքային ինտուզիազմը ծառայեցնել սեփական գործունեությանը։ Ողջույն, ես Թագուհին եմ Բաղդասարյան, հանդիսանում եմ Թագուհի Բաղդասարյան գեղեցկության սրահի հիմնադիր տնօրենը։ 15 տարի այս ոլորտում աշխատելուց հետո որոշեցի հիմնել իմ սեփական գեղեցկության սրահը։ Մեզ մոտ իրականացվում են բյութի ոլորտին պատկանող բոլոր ծառայությունները։ Բարև ձեզ, ես Գայանեն եմ, Թագուհու հարազատ քույրիկը։ Թագուհին շատ դժվար ուղի է անցել, մինչև հասնել այս ամբողջ հաջողություններին։ Հիմնականում իր աշխատասիրությունն է բերել այս հաջողություններին։ Ցանկանում եմ, որ Թագուհու աշխատանքը հանրության կողմից ել ավելի սիրելի, գնահատելի եւ պահանջված լինի։ Մեզ մոտ իրականացվում են մազերի սերտաճեցման ծառայություն, աշխատում ենք բացառապես միայն բնական չներկված մազերով։ Մեզ մոտ առկա չեն գործարանային ներմուծված մազեր։ Սիրելի աղջիկներ, երկար մազեր ունենալը այլևս երազանք չէ։ Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ, երկար, խնամված վարսեր, սիրով կսպասարկենք ձեզ մեր գեղեցկության սրահում։ Այսպիսով, բնական մազերի սերտաճեցման, յուրովի տեխնիկայի կիրառման, ոլորտում բարձրակարգ եւ պահանջարկված մասնագետի կոչմանն է արժանանում Թագուհի Բաղդասարյան գեղեցկության սրահի հիմնադիր տնօրեն Թագուհի Բաղդասարյանը։ Նախ ողջունում եմ բոլոր ներկաներին, շնորհավորում եմ բոլոր կանանց։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչների նման հնարավորություն ընձեռնելու համար, հատուկ շնորհակալություն իմ անձնակազմին, իմ կողքին լինելու համար, իմ ծնողներին եմ շնորհակալ միշտ ինձ աջակցելու,
ավելի ենք ձգտելու հասնել կատարելության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մրցանակը ձերն է։ Անձնային աճի քոչինգը այն մարդկանց համար է, ովքեր իսկապես պատրաստակամ են բարեփոխելու իրենց կյանքը։ Պատասխանատվություն ստանձնելով սեփական կյանքի բարեկեցության ապահովման եւ քայլեր կատարելով իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար։ Օգտվելով Life Coach-ի ծառայություններից մենք գիտակցված ընտրություն ենք կատարում, սկսելու մեր կյանքը նոր բարեփոխումների ճանապարհով։ Սակայն մասնագետի խոսքով, որպեսզի անձը վերագտնի իրեն, վերաարժևորի եւ ունեցածը եւ ապրի ինքն իր հետ ներդաշնակ, միաժամանակ պահպանելով իր բարձր ինքնագնահատականը, պետք է նախ եւ առաջ պատրաստ լինի մասնագետի հետ անցնել աշխատանքային ողջ ընթացքը ծրագրին համապատասխան։ Բարև ձեզ, ես Նազելի Ազիզյանն եմ, 13 տարվա մասնագետ սննդի, ֆիթնեսի եւ մտքի ուժի ոլորտում։ Իմ ծրագիրը ստեղծվել է տարիների ընթացքում, այսօր ես շատ սիրով աշխատում եմ կանանց հետ, ովքեր միանում են իմ ծրագրերին։ Իմ մեթոդի շնորհիվ կանայք ոչ միայն նվազեցնում են իրենց քաշը, այլ նաեւ ձեռք են բերում ինքնավստահություն, սեր ինքնասեփական անձի նկատմամբ։ Մեր համատեղ աշխատանքի արդյունքում կանայք ոչ միայն կարողանում են իրենց դրսևորել կյանքում, ընտանիքում, այլ նաև կարողանում են լավ աշխատանք գտնել, ավելի շատ տեսնել հեռուն եւ ինչու՞ չէ նաև կարողանալ գեղեցիկ եւ ներդաշնակ հարաբերություններ հաստատել թե հակառակ սեռի հետ, թե իհարկե նաև ընկերական միջավայրում։ Եվ քանի որ պահանջարկը աղջիկների ցանկությունն ինձ միանալու գնալու մեծանում է եւ ինձ են միանում նաև ոչ միայն Հայաստանից, այլ Հայաստանի սահմաններից դուրս, դրա համար ես այս տարի սիրով արդեն մեկնարկում եմ ուսուցում ակադեմիան, որտեղ որ յուրաքանչյուր մարդ կարող է միանալ, թե կին, թե տղամարդ, որպեսզի ձեռք բերի Lifestyle Coach-ի մասնագիտություն եւ իհարկե իր գործունեությունը ծավալի, օգնի մարդկանց փոխել իրենց ոչ միայն տեսքը, այլ նաեւ ինքնագնահատական ձեռք բերեն եւ ինչու՞ չէ նաեւ նրանք նույնպես կարողանան իրենց տեսքով եւ վարքագծով օգնել մնացած մարդկանց դառնալ իրենց լավագույն տեսակը։ Ես Աննան եմ, ես շուտով կլինեմ 32 տարեկան, մոտավորապես 13 տարի առաջ ես ծանոթացել եմ Նազելիի հետ, Նազելին այն ժամանակ դեռ սկսնակ սննդաբան էր, սկսում էր իր կարիերան դեպի սննդաբանություն, մոտավորապես 7 տարի առաջ երեխաներից հետո, բալիկներ ունենալուց հետո ես ունեցա քաշի մեծ ավելացում եւ 2 տարի առաջ վերջապես որոշեցի, որ կարելի է արդեն փոխել իմ ապրելակերպը, իմ սննդակարգը, որոշեցի դիմել Նազենիին օգնության նպատակով, քանի որ մենակով շատ դժվար է ազատվել նմանատիպ մեծ քաշից։ Տարի եւ 2 ամիս հետո ես ունեցել եմ 30 կիլոգրամ քաշի նվազեցում, սովորել եմ Նազենիի հետ ճիշտ սնվել, ճիշտ կառավարել իմ օրը եւ նաեւ կյանքի հարցերի մեջ լինել շատ ավելի ազատ, շատ ավելի դրական, քաշի կորուստը շատ է օգնում կանանց լինել ավելի ազատ, ավելի համարձակ եւ իմ լավ փորձից ելնելով խորհուրդ կտամ կանանց դիմել Նազենիին քաշի նվազեցման ծրագրին մասնակցելու համար, այն օգնում է ձեզ սովորել ճիշտ սնվել, ճիշտ կառավարել ձեր անձնական կյանքը եւ ձեր երջանկությունը։ Բարև ձեզ, ես Մարինեն եմ։ Ես միանալով Նազելիի անհատական ծրագրին 2 ամսում բացի քաշս կորցնելուց բացի ձեռք եմ բերել մեծ հոգեբանական աջակցություն, որի շնորհիվ իմ կյանքը լիովին փոխվել է իմ աշխարհայացքը, որ տեսնում են իմ շրջապատի բոլոր մարդիկ։ Նազելին իմ մեջ հաղորդել է մեծ ուժ, վստահություն, լավատեսություն, որի համար շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք, ես Սուսաննա Գուլանյանն եմ, ով համագործակցում է սննդաբան Նազելի Ազիզյանի հետ, ուրեմն պատմեմ, թե ինչպես առաջացավ մեր մտահղացումը միասին աշխատելու։ Նազելիի հետ հաճախակի զրուցում ենք հեռախոսով, եւ նա պատմում է հաճախակի, թե ինչպես է ոգևորվում իր հաճախորդների խոսքերից, թե ինչպես է ոգեշնչվում նաեւ, թե իրեն ինչպեսի լավ խոսքեր են ասում, ինչպես է Նազելին իրենց կյանքը փոխել։ Հպարտ է, որ ինքը կարողանում է մարդկանց կյանքը տրանսֆորմացիայի ենթարկել, որ մարդիկ դա գիտակցելով, ընդունելով, որ իրոք իրենք փոխվել են, այնպեսի գեղեցիկ խոսքեր են Նազելին ասում, որ Նազելին այդ խոսքերով ավելի ոնց որ սնվում է, հա։ Ու այդպեսի
խոսակցությունները հաճախակի լինելով ես մտածեցի Նազելին ասեցի Նազելի ես էլ կուզենայի այդպիսի ինչ-որ մի ոլորտում աշխատել, որտեղ ավելի չգիտեմ, կարողանան մարդկանց օգնել, ավելի մարդիկ գոհ կլեն իրanцից, հա, ես ինչ-որ մի բանով իրանց օգուտ կտամ։ Եվ Նազելին առաջարկեց միասին աշխատենք, միասին համագործակցենք եւ ես դրանից ողջավորվեցի, չնայած սկզբում ավելի քիչ կասկածում էի, չգիտեմ, դա իմն է, իմը չէ, բայց հետագայում արդեն քիչ-քիչ դա ավելի ընկալելով, ավելի ին վրա վերցնելով ես նաեւ բացի նրանից, որ Նազելի հետ աշխատում եմ, նաև սովորում եմ նրա գտա ակադեմիայում եւ այս պայդրությամբ ես նաև ուսանող եմ այնտեղ եւ սովորում եմ եւ աշխատում եմ։ Ես շատ գոհ եմ նրա տված ինֆորմացիայից, իրոք նա հրաշք անձնավորություն է, հրաշք մասնագետ եւ որոշենք միասին Հայաստանում անել փառատոն կանանց նվիրված կանանց համար, ովքեր կգտնվեն այնտեղ եւ կլսեն Նազելի խոսքը, որտեղ ես էլ նաև կխոսեմ։ Եվ այդպես մենք միասին ունենք նպատակներ առաջ գնալու եւ հասնելու մեր նպատակներին։ Այդքանը։ Իր ստեղծած անհատական մեթոդի շնորհիվ կանանց ապրելակերպի փոփոխման, քաշի կարգավորման, առողջ ապրելակերպի վերականգնման եւ բարձր ինքնագնահատականի ապահովման համար մրցանակ է տրվում սննդաբան, հոգեբան, life coach Նազելի Ազիզյանին։ Շատ հետաքրքիր մասնագիտություն, որը վերջին տարիներին չէ մի փոքր փորձեց այսպես թափ առնել, բայց արդյոք հայ կանայք այսօր կարողանում են ռիսկի դիմել, գնալ եւ կայանալու հարցում օգնություն խնդրել։ Ողջունում եմ բոլորին, գեղեցկուհիներին, որովհետև մենք բոլորս այն աստվածուհիներն ենք, ովքեր որ հիմք են հանդիսանում, որ մեր տղամարդիկ մեր կողքը ավելի աստված իրանց կան, եւ ուզում եմ ամենակարևորը ասել, որ յուրաքանչյուր կին, երբ որ ցանկանում է վերագտնել իրեն, ամենակարևորը պետք է սկսի իրենից։ Իրեն նպատակներից, իր երազանքները կատարելուց, որովհետև երբ որ մենք ապրում ենք չկատարելով մեր երազանքները, ապա մեր շուրջը ճիշտ արհեստական է, բայց այս բնությունը մարում է։ Շնորհակալություն, միառժամանակ կցանկանանք այստեղ հրավիրել նաև Նազելի գործընկեր Սուսաննա Գուլանյանին, իդեպ նա ևս ունի ստանալու իր պատվոգիրը եւ հանձնել այս երկու գեղեցկուհիներին իրենց մրցանակները։ Կարելու արարելու արվեստը բարձրագույն կոչում է եւ ապրելակերպի պես մի բան, հատկապես այն կնոջ պարագայում, ում համար հագուստն ու արտաքին տեսքի պատշաճ ապահովումը պարզապես պարտականություն չեն, այլ կենսակերպի կարևոր բաղադրիչ։ Բարև ձեզ, ես Էստեր Զախարյանն եմ, Էստեր Couture բրենդի հիմնադիր տնօրենը։ Դեռ մանկուց սիրել եմ լինել տարբերվող, ըստ այդմ իմ հագուստները միշտ կարվել են իմ էսկիզներով։ Ես այնքան սիրեցի այս process-ը, որ այլ ուղի չեմ մտածել ու ինձ պատկերացրել եմ միայն որպես դիզայներ։ Իմ բոլոր մոդելների մեջ խիստ նկատելի է իմ ձեռագիրը։ Հագուստները կարվում են բացառապես որակյալ կտորներից, որը հիմնականում բերվում են դրսից։ Սիրելի աղջիկներ, ցանկանում եմ ձեզ լինել միշտ ոճային, տարբերվող եւ յուրովի։ Այսպիսով հագուստի բարձրակարգ կուտյուրը անվանակարգում մրցանակ է տրվում նորաձևության դիզայներ Էստեր Զախարյանին։ Էստեր, սա ձեր իսկ մտահղացումն է ձեր հագուստը։ Հագնում եք միայն ձեր մտահղացում։ Շնորհավորում եմ ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, հուսամ, որ առիթ կունենանք համագործակցել ձեզ հետ եւ հագնել ձեր իսկ գեղեցիկ դիզայնով կարված հագուստը։ Մրցանակը ձերն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար ու այսքան նպատակասլաց, ուժեղ, աշխատող կանանց իրար հետ հավաքելու համար։ Սիրելի կանայք, ձեզ էլ ցանկանում եմ լինեք գեղեցիկ, ոճային, ինքնատիպ ու ամենակարևորը ներքուստ ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ։
Շնորհակալություն։ Քանի որ մարդիկ ժամանակ առ ժամանակ ինքնաճանաչման եւ իրենց վերագտնելու տարբեր բանալիներ են փնտրում, մրցանակակրին հետաքրքրեց անհատին խորքային ճանաչելու եւ էներգետիկ առումով մարդու եւ տիեզերքի միջև կապը գտնելու երևույթը։ Բարև ձեզ։ Ես Լիլիթ Ալեքսանյանն եմ։ Մասնագիտությամբ հոգեբան եւ թվային աստղաբան։ Երկար տարիներ լինելով հոգեբանության ոլորտում միշտ ինձ շատ հետաքրքիր է եղել մարդու հոգին, էներգիան, առհասարակ կապը տիեզերքի հետ եւ յուրաքանչյուրս տարբեր առաքելությունների եւ մեր կյանքի դրսևորումների հետ ինչ կապ ունենք տիեզերքի եւ մոլորակների հետ։ Ժամանակի ընթացքում ինքս զբաղվելով տարատեսակ խնդիրների եկա մի օր ընկետ, որ փորձեմ ճանաչել ինքս ինձ եւ գտա ինձ համար մասնագիտություն, որը դարձավ իմ կյանքի ամենալուսավոր ուղին տանելու ճանապարհը եւ դա աստղաբանությունն է։ Աստղաբանությունը դեռ հազարամյակներ առաջ եղել է շատ կարևոր գիտություն եւ բանալի մարդկանց ձեռքին, որով որ առաջնորդվել են թագավորներ, շատ հաճախ են խառնում աստղաբանությունը աստղագուշակության հետ, որովհետեւ այո, կան մարդիկ, որոնց համար գուշակությունը որպես այդպեսին օգտագործվում է աստղաբանության անվան տակ եւ դա շատ է շեղում աստղաբանությանը իր բնական ճանապարհից։ Աստղաբանությունը գուշակություն չէ, այլ տեսություն։ Աստղաբանության շնորհիվ շատ հաճախ մենք գտնում ենք այն ճիշտ ուղին, որը որ տանում է մեզ մեր նպատակներին եւ ընտրում ենք ճիշտ մասնագիտություն, կարողանում ենք ճիշտ կապ հաստատել մեր ընկերների եւ այն մարդկանց հետ, ում հետ առնչվում ենք օրվա կյանքի եւ առհասարակ ընտանիքի եւ այն ամեն ինչը որ կապ ունի մարդու եսի եւ մեր կյանքի բոլոր կարևոր դրսևորումների հետ։ Մասնագիտական տեսությունների, ճշգրիտ ներկայացման, բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար մրցանակ է տրվում դիպլոմավորված աստղաբան, թվային հոգեբան Լիլիթ Ալեքսանյանին։ Լիլիթ, շնորհավորում ենք ձեզ։ Մի մասնագիտություն, որը ինձ համար մի փոքր այսպես բարդ է ընկալելը, բայց գիտեմ, որ այն հիմա շատ ակտուալ է եւ շատ մեծ պահանջարկ ունի։ Քանի որ որպես այդպեսին հիմա շատ են խոսում էներգիաներից, մոլորակներից, թվերից, մենք եկել ենք արդեն այն ժամանակաշրջանը, որտեղ որ մարդը շատ ավելի մեծ բանալիներ եւ գործիքներ ունի, որպեսզի ճանաչի իրեն։ Շնորհավորում ենք, մրցանակը ձերն է։ Երկար տարիներ մատնահարդարման ոլորտում եւ ոչ միայն։ Մրցանակակրի մեծագույն ցանկություններ Մոսկվայի առողջ եղունգների ակադեմիայի հիմնադիր Աննա Ռոմանովայի մոտ ուսանելը։ 2022 թվականին շարունակեց ուսումը Սոչի քաղաքում։ Միայն 2023 թվականին 10 ակադեմիաներում վերապատրաստում անցավ, ստացավ դասավանդման իրավունք Հայաստանում որպես լիցենզավորված մասնագետ։ Ողջույն, ես Սիրան Հարությունյանն եմ, արդեն 16 տարի մատնահարդարման ոլորտում, սովորել եւ վերապատրաստվել եմ միջազգային 50 ակադեմիաներում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Վրաստանում։ 2022 թվականին Մոսկվայում ստացել եմ լիցենզավորված ինստրուկտորի որակավորում Հայաստանում եւ հետո արդեն պահանջարկը, քանի որ շատ մեծ էր նաեւ այլ երկրների, 2024 թվականին մեկնել եմ Սանկտ Պետերբուրգ եւ ստացել եմ միջազգային մակարդակի լիցենզավորման իրավունք, որակավորվել եմ որպես միջազգային մակարդակի ինստրուկտոր։ Հայաստանում հանդիսանում եմ մատնահարդարման բոլոր թեմաների պաշտոնական դասավանդող մասնագետը եւ քանի որ դասավանդում եմ նաեւ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Վրաստանում, առաջիկայում դասավանդելու եմ նաեւ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2012 թվականին հիմնել եմ իմ դպրոց ստուդիան, որտեղ դասավանդել եմ 10,000-ից ավել աշակերտների, վերապատրաստել եմ մարզերում, տարբեր մարզերում եւ Հայաստանում ամենամեծ մեգա նեյլ մարաթոնը, որը տեղի է ունեցել 2022 թվականին, առաջին մասնագետն եմ, ով կազմակերպել է մեծամասշտաբ սեմինար, որտեղ ներկա են եղել 500 մասնակից։ Հաճախորդներ արդեն 2 տարի է չեմ սպասարկում, փոխարենը իմ
գիտելիքները փոխանցում եմ իմ աշակերտներին։ Մեր ակադեմիայում բացի մատնահարդարման բազային եւ վերապատրաստման կուրսերից անցկացնում ենք նաեւ սպասարկման ծառայություն, ունենք գեղեցկության հետ առնչվող ցանկացած ծառայություններ։ Ողջույն, ես Լիաննան եմ, Սիրան Հարությունյան Նեղ ակադեմիայում աշխատում եմ որպես ավագ մասնագետ։ Սիրան Հարությունյանին ճանաչում եմ արդեն բավականին երկար տարիներ, 8 տարի եւ ավել։ Սկզբից սպասարկվել եմ որպես հաճախորդ։ Սովորել եմ Սիրան Հարությունյանի ակադեմիայում, այժմ իր թիմի անդամն եմ։ Հպարտն եմ, որ ճանաչում եմ Սիրան Հարությունյանին եւ աշխատում եմ իր ակադեմիայում, բոլոր աղջիկների համար մեծ ոգեշնչման աղբյուր է։ Դե ինչ, սիրելի աղջիկներ, բոլորին խորհուրդ եմ տալիս աշխատել եւ հասնել ձեր բոլոր նպատակներին։ Դե ինչ, շարունակական վերապատրաստումների եւ միջազգային մակարդակի դասավանդողի որակավորման արժանանալու համար մրցանակ է տրվում մատնահարդար, ինստրուկտոր, տեխնոլոգ Սիրանուշ Հարությունյանին։ Շնորհավորում ենք ձեզ Սիրանուշ։ Այ չէի լսել մատնահարդարման ինստրուկտոր։ Ինչ է սա։ Ողջունում եմ ձեզ, շատ հաճելի է, շատ ուրախ եմ ներկա գտնվելու համար կազմակերպիչներին կրկնակի անգամ շնորհակալ եմ։ Մատնահարդարման ինստրուկտորը դա այնպիսի մասնագիտություն է, որ իմաց մեր գիտելիքները փոխանցում ենք աշակերտներին։ Ես ունեմ Երևանում ամենամեծ ակադեմիան, որը բազմաթիվ աշակերտներ եմ այնտեղ ուսուցանում եւ արդեն 3 տարի է ընդհանրապես հաճախորդներ չեմ սպասարկում, միայն դասավանդում եմ, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, նաեւ մարզերում, Երևանում եւ 2022 թվականին Հայաստանում ամենամեծ մեգա նեյլ մարաթոնը, որը մասնակիցների թիվը գերազանցում էր 500-ին, դա ես եմ կազմակերպել, որի ստացվել է ու ես ինքս ինձ միշտ ասում եմ ապրեմ ես, որ կարողացել եմ հասնել նման հաջողությունների եւ աշխատասիրությունը տանել, չգիտեմ, ամենայի։ Հիմա մենք ենք ձեզ ասում, ապրեք դուք, հիանում ենք, շնորհակալություն, որ կանք չեք առել ինչ-որ մի կետի վրա։ Շնորհավորում ենք ձեզ եւ մաղթում ձեզ նորանոր հաջողություններ։ Մրցանակը ձերն է, այն արժանի մրցանակ է։ Մրցանակակիր ում այժմ կանադառնանք ներկայացնում է մի բացառիկ գործունեություն, որի ստեղծման գաղափարն ի սկզբանե նրան է պատկանել։ Սերը սկսվում է անկեղծ պահերից, եւ մենք այստեղ ենք, որպեսզի այդ պահերը դարձնենք անմոռանալի։ Մերիմի Արմենիան ծնվել է մի մեծ երազանքից, ստեղծելու յուրահատուկ, շքեղ եւ աննկարագրելի գեղեցիկ միջավայրեր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց սիրելիին եւ թանկ մարդկանց նվիրել անմոռանալի պահեր։ Մենք առաջինն ենք եղել Հայաստանում, որ առաջարկել ենք նման ծառայություն, անակնկալներ տարբերվող դեկորներով, եւ տարիների ընթացքում դարձել ենք վստահելի ուղեկից բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են յուրահատուկ եւ հեքիաթային պահեր պարգևեն իրենց սիրելիներին եւ մտերիմներին։ Մեր փոքր, բայց նվիրված թիմը ստեղծում է բացառիկ եւ չկրկնվող դեկորներ։ Մեզ մոտ հաճախորդները կարող են գտնել բազմազան, շքեղ եւ տարբերվող լուծումներ իրենց կարևոր առիթների համար։ Այս ճանապարհը հեշտ չի եղել, բայց մեր հավատը, մեր քրտնաջան աշխատանքն ու մեր հաճախորդների անկեղծ շփիթները մեզ ուժ են տվել շարունակելու։ Մենք պարզապես տարածքներ չենք ձևավորում, մենք ստեղծում ենք հույզեր եւ անկրկնելի հիշողություններ։ Այսօր մենք կանգնած ենք այս բեմում ապացուցելու, որ կին ձեռնարկատերերը կարող են ստեղծել նոր հնարավորություններ եւ ոգեշնչել մյուսներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահել եւ վստահում են մեզ։ Մերիմի Արմենիա, այնտեղ, որտեղ երազանքներն իրականանում են։ Այսպիսով, անակնկալ ծառայությունների շարունակական ներդրման, նոր ու ստեղծարար գաղափարների իրականացման եւ հաճախորդների շրջանում մշտապես երջանիկ ակնթարթների ապահովման համար մրցանակ է շնորհվում Marry Me Armenia ընկերության հիմնադիր Արմինե Հարությունյանին։ Քանի որ Արմինեն երկրում չէ, ԱՄՆ-ում է, վստահ եմ, որ աշխատակիցները այստեղ են, ովքեր կստանան մրցանակը։ Շնորհավորում ենք ձեզ։
Այո, իսկապես Mary-մին մեր կյանք մի ուրիշ այսպես կուլտուրա բերեց։ Բարև ձեզ։ Մեր տնօրեն Արմինեն ցավոք ներկա չէ այսօր, բայց Իրանից ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ վստահել եւ վստահում են, ովքեր կիսել են իրենց ամենակարևոր օրերը մեզ հետ։ Շնորհակալ ենք։ Իհարկե այս հաղթանակը, այս հաջողությունը եւ այս մրցանակը միայն մերը չի, մեր բոլոր այն կանանցն է, ովքեր չեն վախեցել առաջնորդել եւ ստեղծել նոր ուղիներ բիզնես աշխարհում։ Շնորհակալ ենք։ Մրցանակակիրը, ում կտրվի մեր վերջին մրցանակը, չի ծավալում բիզնես գործունեություն։ Մասնագիտական գործունեությունը ծավալել է նաև տարբեր պետական կառույցներում, զբաղեցնելով լրատվական եւ հանրության հետ կապերի բաժնի ղեկավարների պաշտոնը։ Բացի մասնագիտական ծառայությունից նա նաև դասավանդում է եւ իր ներդրումն ապահովում ապակա լրագրողների գրագիտության բարձրացման գործում։ Իսկ յուրաքանչյուր օր նրա անմիջական ղեկավարման ներքո հանրությունը ունկնդրում է թարմ, օբյեկտիվ լրատվություն ռադիոյի եթերում։ Այսպիսով, լրագրողական բնակավարում երկարամյա արգասաբեր գործունեության համար մրցանակ է տրվում լրագրող Ռադիո Լու լրատվական վերլուծական ծրագրի տնօրեն, Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Լեաննա Եղիազարյանին։ Բարև ձեզ, շնորհավորում ենք ձեզ։ Լեաննա, որն է վերջին լուրը, որ լսել եք այսօր։ Ես հենց դա էլ ուզում եի ասել, դե մենք միշտ շատ ենք խոսում, մեր աշխատանքը կուլիսներից այն կողմ միշտ վազքի մեջ է, աղմկոտ է, նյարդային է։ Ես ուզում եմ ձեզ մաղթել, որ կուլիսներից այն կողմ դուք մեզանից միշտ ստանաք դրականը, բարին։ Մենք միշտ չէ, որ համամիտենք, հաշտենք այն ինֆորմացիայի հետ, որը ձեզ տալիս ենք, միշտ չէ, որ ցանկանում ենք դա տալ, ստիպված ենք ինչ արած։ Մաղթանքս է, որ մենք առիթ ունենանք միշտ ձեզ ասել լավը։ Երբեք մեր լուրերը չսկսվեն տագնապալի լուրերով։ Երբեք մեր թողարկումները չսկսվեն մտահոգիչ տեղեկությամբ։ Այսքանը սիրելիներ։ Շնորհավորում ենք ձեզ, մրցանակը ձերն է։ Սիրելի կանայք, սիրելի մրցանակակիրներ, շնորհավորում ենք բոլորիդ, բոլորիդ մաղթում եմ լավ երեկո։